Ողջույն, սիրելի ընկերներ, այսօր որոշել եմ հյուրընկալել Legal Հայաստան հարթակի հաջողված շոփերից մեկին։ Նա առաջին անգամ հայկական մեդիայում կներկայացնի Legal Հայաստանում իր առաջին քայլերի և սև շուկայում իր հաջողությունների մասին։ Դիմավորեք մեր ամենահին շոփին։ Եկած։ Ուրախ եմ, որ այսօր եկել ես ինձ հյուր։ Գիտես ինչ եմ մտածում։ Արի փորձենք ուղղակի սովորական, ոնց որ միշտ առօրյա կյանքում շփվում ենք, այդպես էլ շփվենք, որ ավելի անմիջական ու բնական ստացվի, օքեյ։ Դե պատմի ոնց սկսվեց ամեն ինչ։ Բարև Շեֆ ջան, ես էլ եմ շնորհակալ, որ ինձ հրավիրել ես։ Ճիշտն ասած, շատ հաճելի է նստել այստեղ ու շփվել քո հետ այս ֆորմատով։ Հավանաբար սկսեմ նրանից, որ ինքս միշտ սիրել եմ ծխել բարձրորակ խոտ։ Եվ քանի որ իմ համար կարևոր է ստաբիլ որակը ու վստահելի գործընկերները, օգտվում էի Legal Հայաստանից։ Սկզբում ուղղակի սովորականի նման տենց գնումներ էի անում։ Բայց երբ որ սկսեցի մի քիչ ավելի շատ ժամանակ անցկացնել հարթակում, առօրյա տենց բոցեր, խաղեր, բան, Ախ, փաստորեն դու էլ ես խաղերի վրա եկել։ ասես ես էլ էի կպած խաղում։ Լավ, կներես ընդհատեցի քեզ։ Okay, շեֆ, մի խոսքով սկսեցի ավելի շատ շփվել հարթակի մասնակիցների ու շոփերի հետ։ Երբ արդեն իրար հետ ծանոթացանք, հասկացա, որ կուզենամ միասին աշխատենք։ Սկզբում թվում էր մի երկու գործարք կանեմ ու արդեն միլիոնատեր եմ, բայց իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր։ Հետաքրքիրը գիտես որն է։ Շատերին թվում է, որ սա հեշտ փող աշխատելու տեղ է։ Առանց հաշվի առնելու ռիսկերը ու անվտանգության նորմերը մտնում են շուկա ու արագ էլ դուրս են գալիս, է։ Ես օրինակ շատ մեծ պատասխանատվությամբ էի մոտենում գործին ու այդ անվտանգության կանոններին, բայց դե մենակ էի աշխատում։ Որ մեր օգտատերերը պատկերացնեն, ինչի մասին է խոսքը, ասեմ, ապրանքը մեծ քաշով ստանալ, փաթեթավորել, տարբեր լոկացիաներում պահոցներ դնել, աշխատացնել շոփը, շփվել այդքան մարդու հետ ու ժամերով օնլայն լինել։ Ես ինքս էլ եմ անցել դրա միջով ու գիտեմ ինչքան բարդ բան է այդ։ Գոնե ես օրինակ քո նման մարդ եմ ունեցել կողքս, որ նրբությունները բացատրում էր։ Հա, բայց դե մենք սկզբից էլ փոխադարձ սիմպաթիա ունենք ու վստահություն։ Ամաչացնում ես, լավ շեֆ։ Ինչ կա, էդ էլ ասում եմ։ Իսկ այդքանը միայնակ ոնց է իրանում։ Գիտես ինչն էր ամենադժվարը։ Դե ծնողներիս հետ էի ապրում։ Այդ ժամանակ 50, 100, 200 գրամով էի ապրանք վերցնում։ Հետո շրջանառությունը շատ մեծացավ ու կիլոներով էի ստանում։ Դու պատկերացնում ես մի կիլո խոտը ինչ հոտ կգցի սենյակումս։ Դե հա, մեր մեջ ասած շան հոտ էր գալու։ Տենում ես։ Բա հետո ինչ արեցիր։ Սկզբում որոշեցի մի հատ փոքր գարաժ վերցնեմ, սկսեցի հենց տեղ էլ պահել ապրանքը։ Կշռում էի տեղ, փաթեթավորում, բա մի խոսքով սաղը տեղ։ Հետո սկսվեցին հարևաններիս կասկածոտ տենց հայացքները։ Հիմա որ նայում եմ, որ մի նորմալ մարդը ամեն օր մտնի գարաժ, ներսում ժամերով մնա ու կասկած չառաջացնի։ Բացի այդ զգացի, որ ինչ-որ շատ եմ տենց քողարկվում։ Կապիշոններով, գլխարկով, մուկ ակնոցներով, բան։ Լրիվ եկեք ինձ տարեք, էլի։ Հա, չէ։ Հետո ոճս փոխեցի, չէ, սկսեցի ավելի հետաքրքիր հագնվել։ Ձեռքիս էլ որ գումար կար, չէի խնայում։ Հետո օրերից մի օր որոշեցի մոտ ընկերոջս հետ խոսեմ ու իրեն էլ հրավիրեմ բիզնես։ Ոնց եղավ այդ։ Մի քիչ մանրամասնի։ Դե ընկերոջս հրավիրեցի մեր սիրած տեղերից մեկը, որտեղ հանգիստ տենց вообще նստում խոսում էինք։ Ծխեցինք, երրորդ աշկներս բացեցինք ու սկսեցինք մեր հաշվարկները։ Դες մի քիչ ծանր թեթև արեցինք հաշվարկներ, մի քանի օր անցավ ու որոշեցինք շատ թույն ու լավ համագործակցություն սկսել, ճիշտ հաշվարկներով ու դերերով տեղաբաշխված ով ինչ պետք է անի։ Իսկ իրար հետ ոնց սկսեցիք աշխատել, սկզբնական փուլը, հա։ Ես 25 տարեկան էի, ինքն էլ 35 էր, բայց դե մոտ ընկերս էր, արդեն ինչքան գիտե 5 տարի է ընկերություն էինք անում։ Նախ միասին տուն վերցրինք, Վարձով էլի, որտեղ պահում էինք ապրանքը, փաթեթավորում էինք ու տես միասին էլ գնում էինք պահոցները դնելու։ Մի քիչ հետաքրքիր է, պատմի, թե ինչ խնդիրներ են եղել համատեղ աշխատանքի ժամանակ։ Միասին իրականում ավելի անվտանգ էր ու հավեսով էր անցնում։ Մի քանի օր տենց անդադար աշխատելուց հետո հասկացանք, արդեն ինչ-որ մեծ գումարներ ենք աշխատում։ Մենակ մաքուր շահույթը մեզ թույլ է տալիս արդեն ապրել մեր երազած կյանքով։ Ամենադժվարը դե միասին պահոցներ դնելն էր, էլի։ Տենց երբ որ անծանոթ բակերով ենք անցնում,
Ամեն մեկս մեր առաջարկներն էր անում, ասենք որտեղ կարելի է դնել էլի։ Ու հաճախ էինք ֆիչում այդ թեմայի շուրջ։ Վտանգներ դե շատ կային, շատ են եղել։ Մի անգամ կենտրոնում էինք պահոց դնելուց նկատեցին մեզ։ Քանի որ թաղամասը տենց լավ գիտեինք, արագ պրոստը ցվրվեցինք։ Բայց ամենալուրջ դեպքը, ուրեմն մի անգամ գնում ենք տաքսով, մոտներս էլ ահագին ապրանք։ Չեմ հիշում, քեզ կարծեմ պատմել էի դրա մասին, գիշես։ Մեկ էլ տենց անսպասելի տենում են փողոցը փակ է, ու պարեկները լիքը ոստիկաններով կանգնած են, որը ուստուգում են այս անստոնքների ավտոները։ Չէ, հա։ Հա, կանգնացնում էին ավտոներին ու ուստուգում էին։ Մենք էլ մի հատ հին կապույտ ծխած օպելով էինք, տենց գնում ենք ու հասկանում ենք, որ ավելի ենք մոտենում այդ Շարասյանը։ Հիմա ոչ այնա իջնենք ու փախնենք, ոչ այնա սպասենք։ Մեկ էլ նկատեցինք, որ ինչ-որ առանձնակի տենց ճոխ ավտոներն են կանգնացնում ու ստուգում էլի, ասենք լավ ենք բրծել։ Մեզ էշի տեղ դրինք, ու սենց մտել ենք Instagram, անկապ թերթում ենք, գրել ենք նայում յանի էլի։ Ասեցինք տենց ցույց տանք, որ իբր մեզ ոչ մի բան տենց հետաքրքիր չի, ինչա կատարվում մտե։ Արա հասանք, բանը, սենց մեծ փորով մի հատ ծածկած, սենց նայեց վերևից, գրել ենք թերթում ենք հետ, բա։ Մի խոսքով սենց թողեցին, ոնց խոսացինք ոչ մի բան, սենց թողեցին գնացինք։ Դե փարկացող, որ ամփորձան կանցել եք, բայց ինչ ժամ էր որ։ Երեկոյան տենց 9-ի կողմերն էր էլի։ Բա այդ ժամին հելնում էիք ապրանքի։ Հա, իրականում այնքան էինք տարվել շոփով, որ չենք էլ թողում ապրանքը վերջանա, բայց այս դեպքից հետո դադարեցինք առհասարակ ուշ ժամերի պահոցնել դնելը։ Իսկ ամեն օր էիք դուրս գալիս։ Չէ, մոտ 2-3 օրը մեկ, կախված առևտրից էլի։ Հասկացա։ Իսկ շահույթը ոնց էիք կիսում։ Ինչքան էիք աշխատում։ Ամսական մոտ $3000։ Նկատի ունես ամեն մեկդ։ Հա, հետո բիզնեսը մեծացավ, հասանք $10,000, յուրաքանչյուրից 5 էլի։ Այդ ժամանակ արդեն օպերատոր ու կլաչիկ էլ վերցրինք։ Իսկ ձեր ֆինանսական բարելավումը չէր ծակում մարդկանց աչքերը։ Սկզբում հա, տենց ճոխություններ, փարթիներ, անիմաստ ծախսեր, հետո հասկացանք ավելի գրագետ պետք է էլի մոտենալ։ Սկսեցինք տենց ինչ-որ կապեր ստեղծել, ինչ-որ տեղմեղ գնալ, ինչ-որ մարդկանց հետ շփվել ավելի շատ, տարբեր միջոցառումների էինք մասնակցում, ավելի շատ թվով մարդկանց հետ էինք շփվում։ Իսկ այդ օգնում էր բիզնեսին։ Հա, բա ինչ էր անում։ Ասենք առաջի 2 ամիսների ընթացքում եկամուտներս կրկնապատկեցինք։ Ոնց։ Մեր ընկերներին, ովքեր ծխող էին, առաջարկում էինք հենց մեր շոփից ապրանքը վերցնել։ Դե իբր մենք էլ ենք էլի տեղից վերցնում։ Իսկ աղջիկների հետ զգուշավոր էիք։ Այ հա, ասանք դրա թեմային։ Հանդիպում էինք, բայց տենց լուրջ հարաբերություններ չէինք ուզում։ Ուզում ենք մի քիչ գաղտնի պահենք մեր գործը, գործերներս էլ մի քիչ առաջ տանենք, էլի։ Հետո արդեն տենց սկսեցինք ներդնել գումարները։ Բացեցինք սննդի կետերի մեր ցանցը, ու հենց առաջին տարում էլ շատ լավ թույն եկամուտ ունեցանք։ Իդեպ քեզ շատ շնորհակալություն, որ դու այսպիսի պոզիտիվ ու խարիզմատիկ մարդ ես։ Մերսի, շեֆ ջան։ Իսկ տենց եղել է, որ քեզ առաջարկեն մտնել քիմիայի բիզնեսի մեջ։ Հա, սկզբում ինչ-որ որոշ հաճախորդներ էին գրում, որ իբր գտել են ինչ-որ տենց քիմիայով պակետ, բան, որ չգիտեն ինչ անեն, տենց փորձում են իբր ոնց որ առաջարկում են ես կարող հա վաճառեմ ոնց որ շոփում էլի։ Դե բրանկարաբար մերժում էին միշտ։ Հետո սկսեց ինչ-որ ավելի մեծ առաջարկները, որոնց ես տենց միշտ պատասխանել եմ նույն բանով էլի։ Քիմիան մահացու է, ու էլ իմ մոտ քիմիայից մի խոսացեք։ Իսկ ինչի ես այդպես կարծում։ Նայ, սեփական փորձից եմ ասում։ Արի տունացել եմ մի 2 անգամ օգտագործել ու տեսել եմ դրա վատ հետևանքները, հասկանում ես։ Ինչ ես օգտագործել որ։ Փորձել եմ էքստազի, LSD, այն սպիտակ փոշուց եմ փորձել ու բոլորի օգտագործումից հաջորդ տենց մի քանի օրը եղել եմ շատ վատ։ Օրգանիզմս տենց ամբողջապես քայքայված էր։ Մենակ քնել էի ուզում։ Ոնց որ ամբողջ օրգանիզմիս ռեսուրսները սպառված էին։ Պարզա, հարգելի օգտատերեր, ինչպես գիտեք, Էգալ Հայաստանը մշտապես դեմ է արտահայտվել քիմիական ու սինթետիկ թմրանյութերի օգտագործմանը, քանի որ այն անվերադարձ սպանում է ուղեղի նեյրոնային բջիջները, առաջին իսկ օգտագործումից առաջացնելով կախվածություն ու քամում մարդու ողջ ռեսուրսները։ Իսկ օրգանականը դա բնության ուժն է։ Դրա համար էլ մենք միշտ կանգնած ենք գիտակցության, օրգանական կյանքի ու մաքուր ճանապարհի կողքին։ Լիովին համաձայն եմ, շեֆ ջան։ Ես ինքս էլ տեսել եմ ոնց են իմ ընկերները փոխվում։
Սկզբում ուղակի ուզում էին փորձեն, հետո դառնում են խառնված, տենց ինչ-որ նյարդային, հետո սկսում են կորցնել իրանք, մարդն էլ մնում էր տենց դատարկ պատյան առանց էներգիայի ու ցանկության ապրելու։ Հենց սա էլ մեր ուղերձն է բոլորին։ Սիրելի օգտատերեր, եթե երբևէ ձեզ փորձեն համոզել քիմիայի ճանապարհով գնալ, հիշեք, որ այն Հայաստան է հասնում մեր թշնամի պետությունների ձեռքով, հեռահար նպատակ ունենալով կործանել մեր հասարակությունը ներսից։ Իսկ օրգանականի մասին միայն մի բան կասեմ. խոտը եւս պետք չի չարաշահել։ Երբեմն ուղղակի դադարեք ծխել ու մի քանի օրից նորից սկսեք, որ օրգանիզմը ամեն օր չլինի ազդեցության տակ։ Այդպես դուք համ ձեզ ավելի լավ կկառավարեք, համ էլ միշտ նոր դոզաներ չեք ուզի։ Ճիշտ ես, քիմիան մնում է որպես գայթակղություն, որի վերջը միշտ նույնն է՝ փլուզում։ Լավ, իսկ շոփի ապագան ոնց ես տեսնում։ Հիմա տես, շեշտը դրել ենք մարքեթինգի վրա, տեսականին, տենց սպասարկումը, հաճախորդամետ մոտեցումը։ Իդեպ շուտով կբացվի լեգալ Հայաստանի Darknet հարթակը, արդեն գնորդները կայքից կկարենան գնումներ անեն առանց Telegram մտնելու։ Դա բոլորի համար ավելի ապահով մոդել է։ Այո, նման հարթակ առաջին անգամ է լինելու Հայաստանում։ Մենք արդեն պատրաստվում ենք դրան, շեֆ։ Ստեղծում ենք կոնտենտ, էջեր Instagram-ում ու TikTok-ում։ Երբ հարթակը Telegram-ից անցնի Darknet, պետք է արդեն բիզնեսը մի քիչ ավելի այլ կերպ վարել ու այլ սոցիալական ցանցեր էլ օգտագործել։ Ճիշտ ես ասում, օրինակ TikTok-ը արգելում է ծխելու տեսարաններ, բայց Instagram-ը օքեյ է։ Շատ կարևոր է, որ շոփերը ստեղծեն հետաքրքիր ու ճաշակով կոնտենտ, էլի։ Իսկ դու ինչ գաղափարներ ունես։ Կարա լինի հումորային անիմացիաներ, տարբեր իրավիճակները տենց հումորային, կամ արհեստական բանականությամբ ստեղծված վիրտուալ կերպարներ, ասենք վիրտուալ բլոգերների պես։ Շատ լավ գաղափար է։ Կարևորն է, որ ամեն ինչ արվի չափի մեջ ու էսթետիկ ձևով։ Համաձայն եմ, շեֆ, շոփերը, որոնք մի տեսակ ապրանք ունեն, քիչ կհետաքրքրեն մարդկանց։ Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի ավելի լայն տեսականի ունենալ։ Ու գիտես ինչ կուզեի ավելացնել, շեֆ։ Ապա Ամենակարևորը ոչ թե ինչքան ես վաստակում, այլ ինչքան մաքուր ես մնում այս ճանապարհին։ շատ շնորհակալ եմ, որ պատմեցիր քո ուղին, դու ցույց տվեցիր, որ հաջողությունը պատահական բան չի, այլ աշխատանքի, համբերության ու խիզախության արդյունք է։ Այո, ամեն մեկն ունի իր պատմությունը, բայց ընդհանուր ուղին նույնն է՝ հավատ սեփական գործին ու մաքուր նպատակին։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն ասել քեզ, շեֆ, որ հրավիրեցիր ինձ քեզ մոտ ու մաղթել մեզ նոր ձեռքբերումներ Darknet հարթակի հետ կապված։ Քեզ եմ շնորհակալ, որ եկար ու շնորհակալություն անկեղծ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իրել ընկերներ, այսօր հյուրընկալել էի Legal Հայաստանի շոփերից մեկին, Էկացին, ով նաև իմ մոտ ընկերն է։ Նա պատմեց իր առաջին փոքր քայլերից դեպի նոր մեծ ձեռքբերումների մասին, խոսեցինք անվտանգության, սխալների, սովորելու կարևորության, գործընկերություն կառուցելու, ֆինանսական կարգապահության ու գրագետ մարքեթինգի մասին։ Նա նաև հետաքրքիր դիտարկումներ արեց մեր բիզնեսի ապագայի ու տրանսֆորմացիայի մասին։ Եվ խոսեցինք նաև սինթետիկ թմրանյութերի վատ ազդեցության մասին։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Եթե ձեզ հետաքրքրեց տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք մեր ալիքին ու մեկնաբանություններում գրեք ձեր հարցերը, որոնց մենք չանդրադարձանք։ Սիրով, Legalize Armenia-ի եւ Մաքուր Հայաստանի հիմնադիր Legal Հայաստան։